Իշխանություն լրատվականին հայտնի է դարձել, որ Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել են ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի, Մասիվցի գիժավոյի թոռ Հակոբ Խաչատրյանը եւ ավտոմեքենան վարած Արտակ Դիլանյանը։ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում 4 օր առաջ կեսգիշերին Մասիվում գործող հակադիր խմբավորումների հերթական բախումը ողբերգական ավարտ ունեցավ։ Սպանվեց 31-ամյա Բորիս Արզումանյանը։ Այդ գիշեր Մասիվում հայտնի խմբավորումները հավաքվել էին Ռազբորկայի նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ։ Ընդհարման կողմերից մեկը եղել է գիժավոյի թոռ Հակոբ Խաչատրյանը, իսկ մյուսը թաղային հեղինակություն Մասիվցի Մոնչի շրջապատը։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով դեպքի պահին Խաչատրյանն ու Դիլանյանն ավտոմեքենայով վերադառնում էին հարսանեկան միջոցառումից եւ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ Ծեծկռտուքի ընթացքում նրանք փորձել են փախուստի դիմել եւ մյուս կողմին վախեցնելու նպատակով մեքենան սկսել են անկանոն վարել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական վրա երթը։ Պարզվում է Հակոբ Խաչատրյանը նախկինում եւս աչքի է ընկել խուլիգանական վարքագծով։ Ժամանակին համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ բռնության էր ենթարկվում իր երեխայի ներկայությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների տեսագրության մեջ բռնության ենթարկող անձը Հակոբ Խաչատրյանն է։ Դեպքը սակայն իրավական ընթացք չէր ստացել։ Արզումանյանի սպանությունը փաստում է, որ թաղային հեղինակությունները եւ հատուկ կապեր ունեցող ընտանիքները շարունակում են գործել օրենքից դուրս եւ մնալ անպատիժ։